2006 թվականին Շանթի եթերում մեկնարկեց միջազգային առաջին մեգաձևաչափը Հայ Սուպերսթարը։ Նախագիծն իրական շրջադարձ կատարեց երգարվեստի պատմության մեջ, բացահայտելով բազմաթիվ շնորհալի երիտասարդների։ Առաջին եթերաշրջանը ոչ միայն իրականացրեց մասնակիցների երազանքը, այլև դարձավ ոգեշնչման աղբյուր հետագա սերունդների համար։ Երկու 2007 թվականին Հայ Սուպերսթարը շարունակեց իր երթը, կոտրելով բոլոր կարծրատիպերը։ Տաղանդի երկնակամարում կարող են փայլել նաև հայ աստղերը։ Պարզապես նրանց պետք է տրամադրել ասպարեզ եւ ինքնադրսևորվելու հնարավորություն։ Այդպես հայտնվեցին երկրորդ սերնդի նոր դեմքերը։ 2008 թվականին մեկնարկեց երրորդ եթերաշրջանը։ Այս անգամ նախագծին մասնակցելու են եկել ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից, այլև օվկիանոսի մյուս ափից։ 2010 թվականին Հայ Սուպերսթարը կատարեց իր 4-րդ համահայկական շրջադարձը։ Աշխարհի տարբեր անկյուններից եկած շնորհալի երիտասարդները կերտեցին իրենց պատմությունը Շանթի բեմում։ Նրանք բացառիկ հնարավորություն ունեցան անգամ երգել կենդանի լեգենդի հետ։ Չորրորդ եթերաշրջանի գլխապտույտ հաջողությունները դուրս եկան Հայաստանի սահմաններից դուրս։ 2012 թվականին մեկնարկեց հոբելյանական 5-րդ եթերաշրջանը, որի շուրջ համախմբվեց աստղային նոր սերունդը։ Հինգ եթերաշրջան, 5 պատմություն, 5 սերունդ եւ բազմաթիվ հայտնի եւ սիրված անուններ, որոնք փոխեցին երգարվեստի պատմությունը։ Այժմ եկել է նոր բացահայտումների ժամանակը։ Հայ Սուպերսթար 6 նոր եթերաշրջանի մեկնարկը տրված է։ Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք, ողջույն Հայ Սուպեր հեռուստադիտող։ Վերջապես 12 տարի անց մենք սկսում ենք ամենասպասված, ամենասիրված, ամենասուպեր նախագիծը, որը կոչվում է Հայ Սուպերսթար։ Հայ Սուպերսթար նախագծին նոր եթերաշրջանն իր հետ դեռ բերելու է նոր ձայներ, նոր անակնկալներ եւ բացահայտումներ։ Իսկ մինչ այդ պետք է հետևել շնորհալի երիտասարդներին, ովքեր դեռ նոր են ասպարեզ մտնում։ Ասպարեզ, որը նրանց պայքարելու եւ մեծ բեմ մտնելու բացառիկ հնարավորություն կտա։ Եկել ենք, որպեսզի մեր տաղանդը ցույց տանք, փորձենք մեր դրական էներգիան փոխանցենք ժյուրիին, այսպիսի միջազգային երգեմրցույթներ երկար ժամանակ չեն եղել։ Ինձ թվում է հիմա մի հատ նոր սերունդ կա, հայ երեխեքի, ովքեր շատ տարված են ավելի արևմտյան երաժշտությամբ, ու ինձ թվում է մի հատ ուրիշ մակարդակ, ու նաև մեր հայերենն ենք մենք շատ սիրում, հայկականն ենք շատ սիրում։ Ինձ թվում է նոր երգեցողություն, նոր հնչողություն ու նոր մակարդակ ենք վերելու, մի բան, որը չի եղել նախկինում։ Փորձ հավաքելու համար եմ եկել։ Ուզում եմ այստեղ ուժերս փորձեմ ավելի ոճային ինձ հարմար նախագծում։ Դե մենք բոլորս այստեղ ունենք երազանքներ ու կարծում եմ, որ այս նախագիծը մեզ կօգնի, որպեսզի մենք որոշ չափով ինչ-որ քայլերով հասնենք մեր երազանքներին։ Սուպերսթար եկել եմ ոչ թե հաղթելու նպատակով, այլ ուժերս փորձելու եւ մասնակցելու նաեւ այս ֆորմատի նախագծին։ Ովքեր են մեր մասնակիցները, ովքեր են հիացնելու եւ զարմացնելու մեզ։ հետևեք ձեր սիրելի նախագծին։ Վայելեք այն հույզերը, որոնք պարգևելու են ձեզ մեր մասնակիցները։ Իսկ մենք շարունակենք մեր աշխատանքը կուլիսներում։ Մենք երկու տողջիկ ենք ասեցին, գոհ փոքրացած։ Գոհար Գասպարյան, 29 տարի հեռուստատեսային աշխարհում, հաղորդավարուհուց մինչև հեղինակ, եվրատեսիլի մեկնաբանից մինչև պատվիրակության ղեկավար, փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսուրայից մինչև հրատարակչություն։ Եվ սա դեռ ամենը չէ։ Սիրած արտահայտությունն է, եթե երկրիդ համար լավ գործ ես ուզում անել, հարթակն էական չէ, կարևորը սիրով անես գործդ։ Բազմազբաղ հաղորդավարուհին ամուսնացած է, ունի 2 որդի եւ 1 դուստր։
Զիրոյան, պարզապես Զիրոյան։ Նրա անունը շատերը չգիտեն, բայց դա խնդիր չէ։ Նա սիրում է, երբ իրեն ասում են Զիրոյան։ Աշխատում է Երևանի պետական կամերային թատրոնում։ Բեմում միանգամից կերպարանը փոխվում է, բայց կյանքում նույն Զիրոյանն է՝ բարի, անմիջական եւ կենսախինդ։ Հայ սուպերստար նախագծում խարիզմատիկ եւ հմայիչ արտիստը լինելու է մասնակիցների կողքին եւ աջակցելու է ոչ միայն անսպառ հումորով, այլև իր ջերմությամբ եւ խորհուրդներով։ Իսկ հիմա ժամանակն է դիմավորելու Արցախցի մեր գեղեցկուհուն, համեցիր։ Քանի տարեկան ես, ողջույն։ Ձեզ 16 տարեկան։ Ովքեր են քեզ քաջալերում։ Ով է նայելու եւ ասելու. «Լավ երկիր»։ Արցախի ձայների բոլոր անդամները, ընտանիքս, բարեկամներս։ Այդ խմբի հետ կապ ունես։ Արցախի ձայների, ես Արցախի ձայներից եմ։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, համեցիր, կարևորը չհուզվես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աննա Ապրեսյան, Արցախից։ Սովորում եմ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի երգչախմբավարության բաժնում, երկրորդ կուրս։ Հաճախում եմ Արցախի ձայն խումբ։ Արցախում սովորել եմ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում, երկու բաժնում, եւ վոկալ եւ դաշնամուր։ Ճիշտն ասած, իմ մայրիկս էլ է երգչախմբավարության բաժնում, ավարտել է Արցախում եւ ճիշտ է իր խորհրդով եմ ես գնացել այդ ուղղությամբ ու շատ սիրել եմ հենց գոլսները, երգչախմբավարությունը շատ եմ սիրել։ Սիրում եմ զբաղվել սպորտով, վոլեյբոլը ամենաշատը եւ լողալ։ Դա եմ շատ սիրում։ Ինչ եք երգել։ Joyful gospel։ Ինչ լավ։ Օ Joyful, joyful Lord, we adore thee, God of glory, Lord of love. Hearts unfold like flowers before thee, heavy as the sun above. Melt the clouds of sin and sadness, drive the dark of doubt away. Give up immortal gladness. Fill us with a light, no light. Fill us with a light, no, fill us with a light. Շատ տպավորիչ մասնակից է։ Of day. Ու գնում այն մասը։ Ծափարեցին նույնիսկ։ Հայերեն ինչ կերքես։ Ինչ։ Նյու Օրլեանից բարեկամներ ունենք։ Չէ, Արցախից։ Ինչ Նյու Օրլեան։ Իսկ ինչ եք երգելու հայերեն, ինչ որ հատված։ Հորովել։ Հատուկ է հորովել ընտրել, հատուկ։ Եկեք։ Չհուզվես Անդրե։ Իրիկնակա դուսա եկալ տանը սիրան լուսա եկալ սոր մին կորեք վերվարանինք գիդա սրտես լուսա եկալ հորա հոպան մատաղ ապուն դալուն կուջիր հոդաղ հորա հրնե ապան մինա կայլել դերդը սրտեն տենա կալել էթին բրդամ բայ կշեցեր դերդը սրտան տեն կշեցեր հորա հոպան մատաղ ապուն դալուն կուջիր հոդաղ հորա հորա ապան մատաղ ապուն դալուն կուջիր հոդաղ
Այ Աննա, ես ինչ օրեցիր։ Տպավորեց։ Լացացրեց։ Աննա ջան, դուք ընդամենը 16 տարեկան եք։ Բայց ես վստահ եմ մեզ երեքիս էլ նույն լիցքերը փոխանցեցիք, որովհետև այնքան հասունություն կար ձեր երկու կատարումների ու անկեղծություն ու ազնվություն։ Շնորհակալություն ձեզ, որ դուք հենց այսպիսինն եք։ Մերսի շատ։ Ու չփոխվեք։ Հենց փոխվեք, դուրս կմնաք, բայց դեռ ամեն ինչ լավ է։ Ես ասում եմ այո։ Շատ վստահ ասում եմ այո։ Այո, ապրիս շատ, բրավո։ Կեցես։ Շնորհավորում եմ։ Կհանդիպենք հաջորդ փուլում, շատ ուրախ եմ։ Մերսի շատ։ Ինքան հուզված ենք աչ, ձախ, կապ չունի։ Անդրե, ՀՀ վաստակավոր արտիստ։ Առաջին արտիստը, որ ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ երգի հեռուստամրցույթում։ Բազմաթիվ լավագույն երգերի և տեսահոլովակների հեղինակ։ Հայաստանում տարբեր տարիների լավագույն երգիչ, Չինաստանում նոր գերազանց երգիչ, Ռուսաստանի Դաշնությունում տարվա անձնավորություն, Միացյալ Նահանգներում լավագույն հայկական միջազգային արտիստ, ի վերջո հայ երգի դեսպան։ Շանթի բազմաթիվ նախագծերում իր պատվավոր տեղն է զբաղեցրել ժյուրիի կազմում։ Հայ սուպերստար նախագծում փնտրում է ձայնի բացառիկ գույն, որը պակասում է հայ երգարվեստում։ Ուրախ եմ, որ վերադառնում եմ հայ սուպերստար 6 եւ սպասում ենք շատ է, որ անպայման նորից փնտրելու ենք ամենատաղանդավորներին եւ նպաստելու ենք, որ այդ տաղանդավոր մարդիկ իրենց ճանապարհը հարթեն մեզ հետ շանթում հայ սուպերստար 6-ում։ Փնտրելու ենք որակով, նոր տարբերվող եւ շատ հետաքրքիր տեղեր։ Դե ինչ, մասնակիցներին մաղթենք հաջողություն, իսկ ժյուրիին համբերատար աշխատանք։ Շնորհակալություն հայտնենք նախագծի գլխավոր հովանավորին, Օտ Մարցինա ընկերությանը, որը մեզ եւ մասնակիցներին ապահովելու է անուշահամ 3-1-ում սրճային ըմպելիքներով, պրեմիում դասի արևելյան սուրճերի տեսականիով, ինչպես նաեւ Օտ Մարցինա բազմահամ պաղպաղակներով։ Շնորհակալություն հայտնենք նաեւ SVH Travel ընկերությանը, որը նախագծի հաղթողին տրամադրելու է գլխավոր մրցանակը, անմոռանալի ճամփորդական ուղեգիրը, թե որ ուղղությամբ կիմանանք շուտով։ Հայ սուպերստար նախագծին հայտ էին ներկայացրել շնորհալի երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից։ Ապրում եմ Գերմանիայում, քաղաք Սամարա, քաղաք Մոսկվա։ Եկել եմ Կարագանդա քաղաքից, եկել եմ Չեխիայից։ Նախնական լսումների առցանց փուլը հաղթահարելուց հետո նրանք շտապել են հայրենիք, որպեսզի պայքարեն իրենց երազանքի համար։ Բարև ձեզ։ Ինքը եկավ, ասեք։ Ես եկել եմ Արխանգելսկից, 18 տարեկան եմ։ Բարև ձեզ, ես Ալանեմ Գյուլբանգյան, 18 տարեկան եմ, եկել եմ Արխանգելսկից։ Ես սովորում եմ Արխանգելսկի պետական երաժշտական քոլեջում, փոքր վաղտվանից երգել եմ եւ ավարտել եմ երաժշտական դպրոց, դաշնամուր եմ նվագել։ Ես շատ եմ սիրում գիրք կարդալ եւ դաշնամուր նվագել։ Ես եկել եմ Հայաստան, որ իմ ուժերը փորձեմ եւ իհարկե շատ ուրախ կլինեմ, եթե հաղթեմ։ Ես Արխանգելսկից մի հոգի եմ ճանաչում, որ եկել է, Միխայել Լոմանոսով, դուք երկրորդն եք փաստորեն։ Ոտով եք եկել։ Չէ, իրապես չկարացա։ Իրապես չկարացաք։ Ինչ եք երգելու մեզ։ Ես պատրաստել եմ Mama Knows Best, Jessie J-ի երգը, մեկ էլ հայերեն Վարդգի Վարդանյանի Հայաստան աշխարհը։ Դե սկսեք։ Well, there is something going down, like the storm in the sky. Ooh, yeah. We're gonna be played by your behavior. How can I trust someone who's lying to me? I saw bow go. No, I said bow and leave. I said, can you stop and go? 'Cause you want it for me, yeah. Huh? Mama knows best when times get hard, yeah.
And Papa always has a joke to make me a light. Hey, Mama knows best when I'm feeling down to bring me up and always keep my feet on the ground, yeah. Լավ, վերջ տվեք, վերջ տվեք։ Ես դեր ասում այո։ Մերսի շատ։ Ես էլ եմ ձեզ ասում այո, կեցեք։ Այ այսպես են, միանգամից հաղթում, հա, խնդրեմ։ Դե ինչ։ Հայաստան աշխարհը ձեր սրտում է։ Այո։ Դուք էլ արդեն Հայաստանում եք եւ հաջորդ փուլում եք, ասում եմ այո։ Մերսի շատ։ Հաջողություն։ Յոսի։ Հերու չգնաս։ Դե մի հատ կիսվեք էմոցիաներով։ Я очень счастлива։ Չգիտեմ, լիքը էմոցիաներ ունեմ, արդեն ցավում անդեմքս։ Իսկ գոհ եք ընդհանուր ձեր ելույթից, թե ինչ-որ բաներ կփոխեիք։ Չէ, ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցի։ Իսկ ժյուրիից գոհ եք։ Իհարկե, հա, շատ։ Դե ձեզ մաղթում եմ հաջողություն, կհանդիպենք, տեսնենք ինչ եք էլ մեր համար պատրաստել։ Մերսի շատ։ Դե հաջողություն, պատրաստվելու։ Էսի մանկություններ լրի։ Մի քիչ ավելի հղկված տարբեր։ Սյուզաննա Մելքոնյան, հայտնի եւ սիրված երգչուհի, որի ամեն կատարումը ստիպում է հանդիսատեսին հիանալ, հուզվել եւ հպարտանալ։ Մասնակցել է Շանթ հեռուստաընկերության Հայ Սուպերստար 4 եւ X Factor 3 նախագծերին։ Սիրում է անընդհատ բեմում լինել, երբեք չի սիրում հանձնվել, չի սիրում եթեներն ու գուցաները, որոնք խանգարում են թե բեմում, թե կյանքում։ Տարբեր մրցույթներում եւ փառատոներում արժանացել է հաղթողի կոչմանը։ Նուկը Վսև Մեստի հեռուստանախագծում տարած արժանի հաղթանակը նվիրել է հերոս հայորդիներին։ Հայ Սուպերստար նախագծում փնտրում է ցայտուն ձայներ։ Սպասում եմ շատ ուժեղ մասնակցի, ով կապացուցի, որ այս ֆորմատի դադարը ավելի քան արդարացված էր, որ ինքը պիտի գա։ Եթե որոշել եք վերանորոգել բնակարանը, թարմացնել լոգասենյակը, փոխել սալիկները, լամինատե հատակները, պաստառները, ներկել պատերը, փոխել միջսենյակային դռները կամ տեղադրել նոր գազի կաթսա, ուրեմն ճիշտ ժամանակն է շտապել էքստերիեր։ Էքստերիեր խանութ սրահներում կարող եք գտնել ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար։ Հենց այս պահին կերամիկական սալիկների մեծ գնիչեցում է ամբողջ տեսականու համար։ 1 քառակուսի մետրը սկսած 1750 դրամից։ Գործում է 18 ամիս անտոկոս ապառիկի առաջարկ։ Վճարեք մաս-մաս առանց հավելյալ վճարների 18 ամսվա ընթացքում։ Նորավոր սալիկներ էքստերիերից։ Հայ Սուպերստար 6 նախագծի հաջորդ մասնակցին ենք դիմավորում, համեցեք։ Ներկացեք։ Բարև ձեզ, ես եկել եմ Մոսկվայից։ Ես Անահիտ Զարոգյանն եմ, 24 տարեկան եմ, եկել եմ Մոսկվայից, ծնվել ու մեծացել եմ Մոսկվայում։ Մի քիչ վատ եմ խոսում հայերեն կներեք։ Ստեղ վատ ես եմ հայերեն խոսում եմ։ Դու շատ լավ ես խոսում հայերեն։ Ինչ եք երգելու, ինչով եք զբաղվում Մոսկվայում, պատմեք։ Я журналист. Ավարտել եմ Մոսկվայու президентская академия. Նախագահական ակադեմիան եք ավարտել։ Академия при президенте. Ինքներ ու դուք։ Ранхикс называется. Академия. Դասավանդում եմ։ Ինչ եք դասավանդում։ Իմ դասը ժուրնալիստիկա։ Դուք դաս եք տալի մարդկանց։ Այո։ Բայց փոքրուց երազում եմ դառնա երգչուհի, փոքրուց ես երգում եմ, ավարտել եմ մուզիկալնա շկոլա ու միշտ բարաբել եմ։ Իսկ որտեղ եք աշխատում։ Центральный дом журналистов в Москве. То есть արդեն աշխատում եք։ CDŽ։ Да. Մի ուզվեք։ Պատրաստել եմ անգլերեն երգ, ռուսերեն, համհայերեն, ինչպես եք ուզում, որ երգեմ։ Որ երգով կարող եք մեզ համոզել, որ մենք ձեզ ասենք այո, այդ երգը երգեք։ I treated you bad.
Don't you know I sit around with my hand heading down, and I wonder who's loving you. Հայերեն։ Հայերեն։ Քիչ երկեմ գիտե, բայց իմ տատիս ինչ-որ սովորացել է, կարամ երկեմ։ Տատիկի երգերը ամենակարևորն են։ Այո, եթե նա հատկապես հիշում եք տատիկի երգերը։ Իմ տատիս միշտ ուզեցել է տեսնա ինձ էկրանով, միշտ ինձ արել է поддержка, ու к сожалению, մեզ հետ չէ, մի տարի կներեք, ու դա իրան երազանքն էր, կներեք, Որտեղից եք ծագումով։ Ջավախքից։ Ջավախքից։ Շատ բարի։ Հետաքրքիր բարբառն է։ Վահան Տերյան գյուղից։ Վահան Տերյանի գյուղից։ Վահան Տերյանի գյուղից։ Տակ, որը որ հիմա կոչվում է հենց Վահան Տերյան։ Հաստատ անցնելու է, հաստատ։ Վստահ եմ, որովհետև նախ արտակնապես, իսկապես արտակինը, արտիստի արտակին է եւ խնդրեմ։ Սուզանա, ցնցված եք։ Ես տեսա հստակ վոկալ, գեղեցիկ, ուժեղ, բեմական, գեղեցիկ պատրաստվածությամբ։ Մոսկվայից տեսին շորիկա բերել։ Ինձ շատ դուր եկավ ձեր ձայնը, ես ձեզ ասում եմ այո։ Спасибо։ Դե լավ, Անդրե, էլ մի ձգի։ Անդրե ջան։ Անահիտ, ես ճիշտն ասած հավանեցի ձեր կերպարը, շատ ուրախ եմ, որ այստեղ եք, Հայաստանում եք, տատիկի երգը հիշում եք, բայց ես ձեզ կասեմ ոչ, ցավում եմ։ Գլումովն է մնում, պետք է ասի այո և անցնում է մեր աղջիկը։ Իրականում շատ դժվար է այս պահը որոշման, որտեվ հասկանում ենք, որ ճակատագիր միգուցե բարձր խոսք է։ Դուք հասկանում եք ինչ եմ ասում։ Այո։ Միգուցե բարձր կամ անպագորգոր է հնչում, բայց հասկանում ենք, որ ինչ որ բաներ եք մտածել դուք այս ամենի մասին, հույզեր եք դրել, տանեցիները ձեզ միշտ ասել են, որ ինչ լավ ես երգում։ Պապաս չդե, որ ես ստեղ եմ։ Ինքը ինձ չթողն երգը, մամայիս հետ փախել է գելիք։ Մամա հետ եք փախել։ Թոմա պետք է շտապ վերադառնաք հետ, որ պապան չջղայնանա։ Իսկ պապան Բա որ եթերը տեսնի հայրիկը։ Իսկ ինչ եք ասել տանը։ Ну вообще մենք եկել ենք տատիկիս տարին։ Պապան գիտի, որ եկել եք։ Այո, բայց չդե որ ես տեղ մասնակցում։ Բայց եթերը նայելու է պապան։ Հա, կհամոզենք։ Այդ օրը լույսերը անջատելու եք տան։ Իրան դուր գալիս է, բայց почему-то չի թողնում։ Բայց պապան դեմ է։ Հայ աղջիկը չպիտի երգի։ Ասում է հայ աղջիկ։
Պապա, ես մարդու պապան ասեի, դու ինչ գործ ունես մարդու պապա հետ։ Ես համամիտ եմ։ Հա, բայց ես էլ եմ, չէ, հայր։ Իսկ Անետ, ձեր հայրիկի անունը ինչ է, գրված է Անետ Ծառուկյան։ Ստիպան։ Ձեզ գործի տեղը Անայդ Ստիպանովն է։ Այո։ Անայդ Ստիպանովն։ Իսկ Ստյոպայի Ստեփանի հայրանունը ինչպես է։ Սեդրակովիչ։ Ստեփան Սեդրակովիչ։ Ստեփան Սեդրակովիչ, ես միշտ պապաների կողմն եմ, այդ իսկ պատճառով լրիվ համամիտ եմ Ստեփանի հետ, որ ինչ ձեր համար ընկել է 07-16 Անահիտ Ստեփանի Ծառուկյան։ Քանի որ ես ձեր պապայի կողմն եմ, ես ձեզ ասում եմ այո։ Օ, սպասիբա։ Եվ խնդրում եմ պապային փոխանցեք, լավ ես կասեմ։ Ստեփան ջան, հայ աղջիկը պետք է երգի, եթե նա կարողանում է երգել, նա պետք է երգի։ Հայ տղան ինձ նման թող չերգի, բայց ձեր դուստերի նման աղջիկը թող երգի։ Դուք ասում եք հաջորդ փուլ։ Спасибо вам большое։ Շնորհակալություն շատ։ Մամային կբարևեք։ Спасибо։ Ապրի մաման։ Եկեք կիսվեք, ինչ եք զգում։ Мне хочется прыгать от радости. Я очень счастлива. Огромное спасибо жюри за то, что поддержали меня. Папа, видишь, можно петь, ты был неправ. Այս ուզում եմ ասել, ինչ կփոխանցեք ձեր պապային, փաստորեն հայ աղջիկը պիտի երգի։ Спасибо большое, я очень рада. Папа, привет. Թողնելու եք նա ես հաղորդում։ Այո։ Որ անցել եք դրա համար։ Այո։ Բա հիմա գնալու եք տուն, ինչ ասեք, ուր եք։ Ասում եմ պապ մի բան պիտի քեզ ասեմ։ Տելևիզորը միացու։ Ու դու կհասկանաս ինձ։ Դե ձեզ մաղթում եմ հաջողություն։ Спасибо большое, ура։ Հույսն եմ ոչ մի խնդիրներ չլինի տանը, նորմալ կգաք հաջորդ փուլին։ Спасибо большое։ Удачи։ Ура։ Եթե քաղցած եք կամ ընդմիջման ժամն է մոտենում, եւ ձեր սիրտը շատ համեղ, առողջ եւ տնական ուտեստ է ցանկանում, պարզապես այցելեք degusto.am։ Շատ կարճ ժամանակահատվածում ձեր պատվերը տեղ կհասնի։ Քաղաքի համեղ շաուրմաների, սուշիների, պիցցաների, խորովածների, բուրգերների եւ խմորեղենների մեծ տեսականի, հայկական, մեքսիկական, ասիական խոհանոցների լավագույն թարմ եւ համեղ ուտեստները մեկ վայրում, Degusto Food Studio-ում։ Զանգահարեք եւ պատվիրեք 033 80 80 80։ Եթե որոշ մասնակիցներ կարողանային ինքնուրույն գնահատել իրենց ձայնային տվյալները, ապա հավանաբար հայտ չէին ներկայացնի։ Ինչպես որ լինում է ցանկացած նախագծում, այստեղ եւս գտնվեցին մասնակիցներ, ովքեր չէին համապատասխանում ընդունված պահանջներին։ Հիմա շատ լավ առիթ է, որպեսզի մենք բոլորս մի հատ հիշենք մեր հարազատներին, ողջունենք մեր հարազատներին, որովհետև մեր հաջորդ մասնակիցը մեզ շատ հարազատ է։ Համեցիր հարազատ։ Յուրահատուկ անուն ունես, չեմ կարող չնշել, ողջույն։ Ում անունն է, պապիկի։ Այո, պապիկիս անունն են դրել։ Եկել եմ Արարատի մարզ գյուղ Ջրաշենից 24 տարեկան։ Այս նախագծին եկել եմ միանալու, ավելի շատ փորձ ձեռք բերելու համար ու ավելի ճիշտ կամերաների հետ աշխատելու համար եւ ցանկանում եմ, որպեսզի հանդիսատեսի կողմից սիրված լինեմ։ Շատ լավ, հաջողություն եմ քեզ մաղթում, թող քո բոլոր հարազատները կողքին լինեն, համեցիր։ Բարև ձեզ։ Անունս Հարազատ է, Հարազատ Հովեյան, Արարատի մարզ գյուղ Ջրաշենից, 24 տարեկան եմ։ Ինչով եք զբաղվում։ Զբաղվում եմ նկարչությամբ, սիրում եմ նկարել, այս պահին նաև երաժշտական ձայնս մշակում եմ պրոֆեսիոնալ մակարդակով, անհատական եւ այս տարի գործս ուզում եմ տամ բարձրագույն վոկալի։ Կոնսերվատորիա նկատի ունեք։ Մանկավարժական։ Ինչ եք պատրաստել։ Ես պատրաստել եմ ճկնաղ երազ եւ անգլերեն մի փոքր հատված։ Անգլերեն որ մեկը։ All of me։ All of me։ Դուք բոլորի հարազատն եք, այնպես է ստացվում, որ ով բարում ասում, բարև հարազատ ջան։ Ճկնաղ երազ։ Ճկնաղ երազ։ Հարազատի կատարմամբ։ Դու ինձ համար սիրո աղբյուր, ես քեզ համար գուցե ոչինչ, դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար գուցե ոչինչ Հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքի շքնաղ երաս Արեկակին պետք է հերվից նայել Կայրի եթե շատ մոտենաս Հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ Որպես կյանքի շքնաղ երաս Արեկակին պետք է հերվից նայել Կայրի եթե շատ մոտենաս Անգլերենը What would I do without your smile Drowning me and you kicking me out You got my head spinning No kidding, I can't pin you down What's going on in my beautiful mind I'm your magical mystery ride And I'm so dizzy, don't know what hit me But I'll be alright My head's on the water But I'm breathing fine You're crazy and I'm under mine Cause all of me loves all of you Love your curves and all your edges All your perfect imperfections Լավ, պարզ է, եկեք չտանջենք իրար, Հարազատ ջան, ես ասում եմ ձեզ ոչ Հարազատ ջան, դուք դեռ պատրաստ չեք նման պրոյեկտների, ես ձեզ եւս ասում եմ ոչ, բայց շարունակեք աշխատել Ես կարծում եմ, որ երգելով կարող եք շատ սիրուն նկարել Հարազատ ջան, ոչ Տեսություն Մեր հարազատ, եկեք կիսվեք ձեր էմոցիաներով Չգիտեմ, շատ լարված էի Չեմ կարող էմոցիաներս կիսեմ Լարված եմ ահավոր ձևի Իսկ ընդհանուր ձեր ելույթից գոհ եք Դե, այդքան էլ չէ Եթե ինչ-որ չգիտեմ Ձեզ մաղթում եմ հաջողություն Հույսում եմ կհանդիպենք նորից Շնորհակալություն, ստեսություն ձեզ Շոտ հորոզոտո Եգոր Գլումով ծնվել է ռադիովանում Հայրեն առաջի բառերն ասել է Շանթի եթերում Աշխատում է Շանթում որպես առավոտյան եփող թափող հաղորդավար Հայ սուպերստարի հենց առաջին եթերաշրջանից եղել է ժյուրիի կազմում Միայն թե այն ժամանակ 19 տարով երիտասարդ էր Բարսելոնայի երդվյալ կողմնակից է Սիրում է ծանր ռոք լսել, բայց շատ թեթև է նրա հետ աշխատելը Գլումովի հոգում միշտ հնչում է «Արի իմ սոխակ» երգը Ինչքան ծաղիկ ով չտեսա ես իմ կյանքում Քո աչքերում վարպես դառնամ թող ուրախեք Իրականում սպասումները շատ ծանոթ են ինձ, քանի որ ես եղել եմ ծննդատանում Եվ հիմա էլ եմ ծննդատանույն բոլոր կոլեգաներիս հետ, մենք բոլորը սպասում ենք հերթական հայ սուպերստարի ծնունդին և ամենակարևորը համոզված եմ, որ նա կծնվի առողջ, գրեմիաշատ և ամենակարևորը այստեղ շանթում, դա էլ է ըստ էության շատ կարևոր։ Օդմարտինապաղպաղակներ, համի և զգացողությունների կատարյալ համադրություն, պատրաստված են բարձրորակ սերուցքային կարագով և իտալական շոկոլադով, որը համտեսելիս հալչում է և պարգևում անմոռանալի հաճույք։ Տեր Ստեփանյան Գարիկ։ Գարիկ ջան, երաժիշտ եք նաև, բացի երգելուց նաև նվագելու եք։ Այո։ Ինչ ոճի մեջ եք, այ մի քիչ ներկայացրեք։ Կոնկրետ ոճի մեջ չեմ սահմանափակում ինձ։ Նու հիմնականում էստրադա, բայց հանգիստ եք նվագում, թե մի քիչ լարվում եք նվագելու։ Կոնկրետ հենց հիմա շատ լարված եմ։ Բայց գիտեք, չէ, պետքա շատ հանգիստ լինեք, որ գիտարը ձեզ չխանգարի, որովհետև երբեմն լինում է, որ գործիքը խանգարում է։ Պետքա շատ հանգիստ լինեք, միացից լիցքաթափվեք։ Սիրած երաժիշտը երգիչը։ Ջեյմս Արտուր, Բրունո Մարս։ Հայկական էստրադայից կամ արվեստից Գորսուջյան, որ երգերից կկատարեմ այսօր։ Գորսուջյան եք երգելու։ Շատ լավ։ Դե վստահ եմ, որ Գորսուջյանի երգը ձեզ հաջողություն կբերի։
Եկեք բարձր ծափողջուններով ճանապարհենք Գարիկին, խնդրեմ համեցեք։ Վերջապես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք, կախվածա ձեր կատարումից, որտեղից եք, ներկայացեք, ինչ եք անում։ Քաղաք Երևան, Տեր Ստեփանյան Գարիկ, 19 տարեկան։ Գարիկ, գիտեք չէ, որ գիտարով դուս է գալի հայ սուպերստար, մի անգամից ով է գալի մեր աչքերի առջև։ Չեք պատկերացնում։ Գորսուջյան։ Չէ։ Ինքը փոքր է եղել, 19 տարեկան է, գոր մի մոռացի։ Սուրենին Արուստամյան հիշում եք։ Սոնան Ռուբինյան 13 տարի առաջ է հաղթել, նայի։ Հա, մենք մեծ մարդիկ ենք։ Նու ես ամենից։ Իսկ ինչ եք անում։ Սովորում եք։ Շարլ Ազնավուրի քոլեջն եմ ավարտել։ Այնտեղ քոլեջը ինչ բաժին եք ավարտել։ Դե վոկալ եք ավարտել, սպասումները էլ ավելի շատ են լինելու ձեզանից։ Սկսեք։ Teddy Swims-ից Tennessee Whiskey։ You're still standing out in a bar room. Liquor was the only love I know. But you ask more permission for the better. Bet on me, back to Fargo. Համենայնդեպս մենք ունենք մեր մտքում Սուրեն Արուստամյան, որը հրաշալի է մասնակցել սուպերստարին։ Տեսնենք արդյոք կունենանք հաջորդը։ Գիտարով տղա։ Tennessee Whiskey. You're a sweet temporary wine. You're as one and glass of brandy. Վստահ եմ Սյուզի դուրը շատ է եկել։ Ես զգում եմ նրա դեմքից։ I say song and on your love all the time. You're as smooth Tennessee Whiskey. Լավ, շնորհակալություն։ Ինձ ամեն ինչ պարզ է։ Ես մի բան մոռացել եմ, գիտես որ մրցույթ է։ Ամերիկա եկել։ Իսկ ինձ մոտ առաջացավ սիրարվելու ցանկություն ես կատարում։ Իսկապես եմ ասում, մոռացա որ մրցույթ է, ինձ թվաց, չգիտեմ, եկել եմ շատ անծանոթ, բայց շատ տաղանդավոր տղու համերգի պատահական ինչ-որ բառում, որտեղ որ գիտես ինչն է հետաքրքիր, որ ոտից գլուխ հենց մեջ համահունչ ես ամեն ինչի հետ, երգելուդ հետ, հագուստիդ հետ, պահվածքիդ հետ, այնքան ճիշտ է ամեն ինչ եւ երկար բարակ չեմ ուզում ասեմ, ուզում եմ քեզ տեսնել երկար այս նախագծում, շատ լավն ես, շատ տաղանդավոր ես, ապրես, որ եկել ես մասնակցելու, ասում եմ այո։ Merci շատ։ Գարիկ ջան, կեցեք, ուղակի հրաշքեք, այո։ Շնորհակալություն։ Այո։ Շնորհակալություն։ Դուք հացել եք հաջորդ փողի։ Շատ աննկարագրելի էմոցիաներ է, շատ խառնված է սենց էմոցիաները։ Դժական էմոցիաներ է մի խոսքով։ Իսկ գոհ եք ընդհանուր իրենց կարծիքներից, ինչպես արտահայտեցին կարծիքը։ Շատ գոհ եմ ժյուրիներից։ Չեմ ավելացնի ուժ բան, շատ սիրում եմ բոլորին։ Շատ բարի, դե ձեզ մաղթում եմ հաջողություն կհանդիպենք։ Բարի ճանապարհ։ Մեր գործընկերն է Պոպուտին, նոր հավելված Երևանից մարզեր եւ մարզերից Երևան երթերի համար։ Եթե ուղևոր եք, Պոպուտիի շնորհիվ կարող եք գտնել մաչելի երթեր եւ ամենակարևորը, ամեն երթից կուտակել գումարի վերադարձ եւ բոնուսներ։ Իսկ եթե վարորդ եք, ապա կարող եք գրանցվել, ստանալ բոնուսներ եւ դատարկ երթևեկելու փոխարեն աշխատել ձեր ճանապարհածախսը։ Պոպուտի Հայաստանի բոլոր երթերը մեկ հավելվածում, ներբեռնիչ եւ երթևեկին մաչելի եւ շահավետ։
Բարև ձեզ, համեցեք։ Ես Ալբերտ Անդրեասյանն եմ, Փարպիկ յուղից, սովորում եմ Երևանի կոնսերվատորիայում, գրում եմ երգեր, զբաղվում եմ նաև խխունջաբուծությամբ, խխունջների ֆերմա ունեմ։ Մաքսիմատեսակի խխունջներ են, որից պատրաստում եմ ֆրանսիական ուտեստ էսկարգոն։ Ես իրանց ամեն օր ջրում եմ, որովհետև ջուրը շատ կարևոր է ֆերմայի համար, առանց ջրի չեն ապրի։ Տասը կադրա։ Հիմնականում գիշերային կենդանիներին ինչքան էլ հումորային է հնչում, մթության մեջ են արթնանում ու ցերեկը քնում են։ Այս խխունջները շատ օգտակար են։ Ուտելու համար մեծ սպիտակություն պարունակում, որը շատ օգտակար է։ Պլյուս օգտագործում են կոսմետիկայի մեջ, իրանց լորձը դեմքի խնամքի համար ոնց որ շատ թանկ բան է աշխարհում։ Պլյուս իրանց խավիարը Ոնց որ ամեն ինչ օգտագործվում է։ Իրանց խավիարը աշխարհում ամենաթանկ խավիարն է, որը կոչվում է Աֆրոդիտեի մարգարիտ։ Հավաքում ենք խխունջի խավիարը ու արդեն ինքը կգնա ինկուբացիայի։ Այս է Աֆրոդիտեի մարգարիտը։ 6 ամիս հետո արդեն կարելի է ուտել իրեն։ Տեսեք, սենց վերցնում ենք, իրա միսիկը մեջից է սենց հանում ենք, սիրուն սոուսով։ Իրականում է սպիտակ գինին պատահական չի, խխունջներն են տենց պահանջում։ Կենացը։ Իսկապես սնկյա նման, համոբա։ Իտքը որտեղից է ծագել Ալբերտ ջան։ Իրականում իմ քերին առաջարկեց, դες ինչ որ գաղափարներ կային, ասեց, չգիտեմ, ջայլամ կարողա փորձենք, չգիտեմ, ինչ որ փախած բաներ էինք ուզում անենք։ Հետո կանգնեցինք խխունջի մտքին։ Իրականում ձեզ մի գաղտնիք ասեմ, այս մի քիչ չգիտեմ, հուզիչ է։ Ես ինչի եմ ուզեցել բիզնեսով զբաղվեմ ընդհանրապես, ամբողջ կյանքում իմացել եմ, որ պետք է երգեմ ու ես երգեր եմ գրում։ Երբ որ հասկացա, որ իմ երգերը ես չեմ կարող պրոդյուսինգ անեմ, չգիտեմ, ձայնագրեմ, ինչ-որ ունենամ, ասի ես ինքս ինձ խոսք եմ տալիս, որ այնքան գումար ունենամ մի օր, որ իմ երգերը բոլորը լսեն։ Հայ սուպերստար եկել եմ, որ բացահայտեմ այն կողմերը, որոնք մինչև այսօր չեմ բացահայտել։ Անկեղծ ասած, փոքր ժամանակվանից միշտ նայել եմ շանթի եթերները, ասել եմ տեսնես մի օր կլինի, որ ես էլ լինեմ այստեղ, պատկերացրել եմ միշտ այս բեմում, ու հիմա չգիտեմ, շատ ոգևորված ուզում եմ փորձեմ։ Բարև։ Ես Ալբերտ Անդրեասյանն եմ։ Փարպից, սովորում եմ Երևանի կոնսերվատորիայում։ Ինչով եք զբաղվում։ Երգում եմ, սովորում եմ կոնսերվատորիայում, բացի դրանից ստարտափեր եմ ու ունեմ խխունջների ֆերմա։ Խխունջների ֆերմա, այդտեղից սկսեք։ Կոնսերվատորիա երգում եմ։ Ուտելու, այո, ուտելու։ Մաքսիմատեսակի։ Չի կարելի, պետք է ասեք, ես սիրում եմ խխունջներին։ Նրանց հետ խաղում եմ։ Նա որտեվ ասեցիք ուտում եմ, արդեն Սյուզաննայի ուղեղում դուք Սենց չոր արունոտ, պոզերով, խխունջ չես կեր է։ Մելյա վարիզում կերած լպրծում որ Սենց վեկալում ես սենց խխունջը։ Ես կսարքեմ ձերամ։ Հում չէ։ Ինչ կանեք։ Ես կսարքեմ ձերամ։ Հատուկ քո համար։ Եթե անցնի։ Հում չէ, չէ՞ սար, ինչ ձև եք սարքում։ Չէ, իրեն պատյանից հանում ենք։ Սիրունը ո՞րն է։ Վայ մի նկար։ Սիրուն պատյանից հանում ենք։ Եփում ենք մի քանի անգամ, հետո սոուսով փակում ենք մեջը, այդպես։ Իսկ ինչ ստարտափեր եք։ Տեխնոլոգիական ստարտափի համահիմնադիր եմ։ Առաջին $1 միլիոն աշխատել եք արդեն։ Արդեն $10,000-ից ավել աշխատել եք։ Չէ, գրանտ ենք շահել։ Ճիշտ ուղղուր եք։
Լավ, տեսնենք ստեղ ինչ եք շահելու, ինչ եք երգելու։ Երգելու եմ Justin Bieber Intention, Գործուջան 2 ուրվական։ Okay. Shout out to your mom and dad for making you. Standing ovation, they did a great job raising you. When I create, you're my muse. That kind of smile that makes the news. Woo! Can nobody throw shade on your name in the streets? Triple J boss, you're a bay, you're a beast. You make it easy to choose. You got a mean touch, I can't refuse. No, I can't refuse it. Picture perfect, you don't need no filter. Girl, just make him drop dead, you killer. Shower you with all my attention. Yeah, these are my only intentions. Stay in the kitchen cooking up, cut your own bread. Heart full of egg pity or an acid. Make sure that you don't need donations. Yeah, these are my only intentions. Already passed, you don't need no approval. Got everywhere, no worry about no refusal. Secondly, now you got the upper hand now. Don't need a sponsor, no, you're the brand now. In my rock, my Colorado, golden ring, just like Toronto. Love you now, a little more tomorrow. That's how I feel. I like you know that you are picture perfect. You don't need no filter. Նա շատ անկեղծ է եւ դա զգացում է եթերից։ Եթե Անդրեն չգնահատեց նրա անկեղծությունը, ես նեղանում եմ։ Yeah, these are my only intentions. Stay in the kitchen cooking up with your own bread. Ալբերտ, ես հիմա հասկացա խխունջները ոնց են դուրս գալի։ Մեջից ինձ այրիկա երկես Ալբերտ ընկելը։ Մի հատ ինձ ասա, այս ձայնով կոնսերվատորիան ո՞ր բաժնում ես։ Ակադեմ վոկալ։ Ակադեմիկ վոկալ։ Այո։ Այս ձայնով Կլասիկ մի բան պիտի երգես։ Որ կուրսում ես։ Երկրորդ։ Ո երկրորդ կուրսում ես մի հատ դասերից մեկը մի հատ։ Ամպի։ Հետաքրքիր է, մի րոպե, որտեղ մի վարքան։ Բարերը մի բան, հետաքրքիր է։ Անցորդի արիայից մի փոքր է։ Մեզ նենց արա որ անցնի այդ անցորդ։ Սիրուն աղջիկ ինչ ես լալիս, այդպես մենակ ու մոլոր, ինչ ես լալիս, Այս սա կոչվում է կոնտրաստ։ Մանգալիս, այս օրերում ամեն օր, տելալիս ես, վարդ ես ուզում, մայիս կգա մի քիչ կաց, տելալիս ես, յարդ ես ուզում, ախ նա գնաց, Ալբերտը որ երգում է, ես մի տեսակ դες լարվում եմ, խունջի պես։ Ալբերտ ջան, ինձ համար ձեր կերպարը անհասկանալի է։ Ես համ ուրախանում եմ ձեզ տեսնելիս, շատ դրական բան է գալիս, համ մյուս կողմից ուզում եմ հասկանալ այս փոքրիկ երեխայի տեմբրը որտեղից։ Okay, դուք 19 տարեկան եք, բայց շատ փոքրիկ երեխայի տեմբր է հնչում, հատկապես երբ որ դուք էստրադային ժանրում եք երգում։ Շատ պոզիտիվ ես, շատ տրամադրություն փոխանցող ես ամեն դեպքում։ Եկար ժպիտներ նվիրեցիր մեզ, այսօր երկար եւ այդպես շատ այնպիսի օրեր, որ դու ամեն դեպքում ժպիտ տրամադրեցիր եւ կհիշվես հաստատ։ Միանշանակ։ Խխունջ, ակադեմիկ, ստարտափ, վոկալ, ստարտափ եւ Ամերիկայի վիզա ստանալու համար կարող ես ասել, որ մասնակցել ես հայ սուպերստարին եւ օրինակ չես անցել առաջին փուլը։ Վճիրներ։ Ես ձեզ ասում եմ ոչ։ Ես կասեմ այո։ Այսպես թեթև այո։ Ինչ ժպիտ պարգևելու համար։ Բայց էլի իմ համար խխունջներ կպատրաստեք, թե ոչ։ Արդեն վստահ չեք ասում։ Չէ, այո։ Խխունջը առանց մեջինի։ Ուղղակի խխունջ։ Так, ունեք մեկ ոչ, մեկ այո եւ փաստորեն իմ խոսքը վճռորոշ է։
Ալբերտ, ես ցավոք սրտի չեմ տեսնում ապագա այդ իրավիճակում եւ ինձ թվում է, որ դեռ ժամանակը չի այս բեմերով ինչ որ բաներ անել։ Ցավոք սրտի։ Նա։ Բայց թատրոնի փուլի բեմում միգուցե ինչ որ բան կարողանաք անել։ Ես ուզում եմ, որ դուք հիմա ձեր խխունջներին բաց թողեք, որ բոլոր կանանչները ասեն, թող խխունջները կենթանի մնան, իսկ Ալբերտը մի քիչ է երգի։ Դուք անցնում եք հաջորդ փուլ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Թատրոնի փուլ խխունջներով ական։ Խխունջներով թատրոնի փուլ։ Շատ դաժանավարվում է ժյուրին ձեր հետ, ձեր էմոցիաների հետ շատ վատավարվում։ Ոյ, իրականում անբացատրելի ամեն ինչ։ Ամեն էմոցիան սենց խալի խառնում է։ Չգիտեմ, չեմ կարողանում խոսեմ։ Դուք անցել եք հաջորդ փուլ գալու եք խխունջներով, մենք սպասում ենք։ Այդ արդեն խխունջները պարտադիր։ Դե սպասում ենք ձեզ հաջորդ փուլում։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ հաջողություն։ Ես ինչ նվերներ է գալիս։ Վերջապես եկավ մեր ընդմիջման ժամը, ու մենք բնականաբար ուտելու ենք դեգուստո։ Դե գնացինք։ Բարև ձեզ։ Բարև։ Հայկազ Բարսեղյան։ Այ հիմա ինձ թվում է Սյուզաննայի սիրտը բաբախում է ավելի արագ։ Սյուզաննա։ Կներկայանաք։ Հայկազ Բարսեղյան 25 տարեկան, քաղաք Երևան։ Ինչով եք զբաղվում։ Երաժշտությամբ։ Իսկ ձեր հոբին։ Երաժշտություն։ Ամբողջը երաժշտություն։ Ինչ եք պատրաստել։ Պատրաստել եմ Elvis Presley, Can't Falling in Love դաշնամուրային կատարմամբ, հետո ձեր համար փոքր բեմականություն կա։ Իմ երազանքն է եղել մասնակցեմ նման պրոյեկտի, իմ առաջին պրոյեկտն է իդեպ 10 տարի սպասել եմ իմ երազանքն է եղել, որ ներկայանամ իմ ուզած երգերով, իմ ուզած ոճով ու լինում էր պրոյեկտներ, չէի պատկերացնում, թե ես ոնց պետք է ներկայանամ տվյալ պրոյեկտում։ Սուպերստարի մասին հենց իմացա, ասացի պետքա ես մասնակցեմ անպայման, որովհետև գտել եմ այն պրոյեկտը, որը որ ես կարող եմ ներկայացնել իմ ապրումները, իմ տեսակը, իմ ոճը, որ կարողանան արդեն մարդիկ տեսնել իրենց հին ժամանակների երգերը։ Անցնենք երկրորդ մասին։ Like a river flows surely to the sea, darling, so it goes. Some things are meant to be. Take my hand, take my whole life too.
can't help falling in love with you. For I can't help falling in love with you. Հայկազ որտեղ մնաց բեմադրությունը, բեմականացումը։ Այս էր ճիշտն ասած։ Այնտեղից գալ բեմի կենտրոն։ Երկրորդ երգել եմ պատրաստել։ Չէ, բեմականացմանն էինք սպասում, որովհետև ինձ թվաց ինչ որ անձրևանոցը պետք է բացվի, անձրևը պետք է վարար գա ձեզ վրա, թրջվեք։ Ես սպասում եմ ինչ որ բեմականացման, բայց տեղի չունեցավ։ Եթե հնարավորություն կտաք ներկայացնեմ երկրորդ երգ։ Չէ, ես չեմ կարծում։ Երկրորդ երգ։ Այո։ Ինչ երգ։ Բեսամե մուչո։ Իհարկե, լավ։ Էլի բեմականացած, в общем, դրանից էր։ Հա, էլի։ Բայց ավելի բեմականացումով թողեք լինի, որտեվ առաջինը։ Աստված։ Bésame mucho, como si fuera esta noche la última vez. Bésame mucho, que tengo miedo perderte después. Bésame mucho, como si fuera esta noche la última vez. Bésame mucho, que tengo miedo perderte después. Quiero tenerte muy cerca, mirarme en tus ojos, vente junto a mí. Piensa que tal vez mañana yo ya estar lejos, muy lejos de ti. Bésame mucho, como si fuera esta noche la última vez. Bésame mucho, que tengo miedo perderte después. Que tengo miedo perderte después. Ինձ թվում է, որ սա անձրևանոցի հիանալի գովազդ էր։ Լավ աշխատող անձրևանոց, ինչ է Սուզաննա։ Ես մի հարց ունեմ Հայկազին։ Հայկազ դուք նշեցիք, որ երաժշտությունը ձեր ամբողջ կյանքում ամեն ինչն է, այսինքն դուք աշխատում եք, զբաղվում եք, ելույթ եք ունենում, հա։ Ես սովորել եմ մշակույթի պետական քոլեջ, այսինքն սկզբից դորեմի, հետո քոլեջ, դրանից հետո այնուհետև շարունակել եմ Պապինյան Music Studio-ում սովորել, այնտեղ ներկայացել եմ լիքը համերգներ, կոնկուրսներ, հաղթանակներ, ունեցել եմ հաղթանակներ, գրանպրիներ, փորձել եմ այդ լարվածությունը միշտ իմ միջից հանեմ, որովհետև բոլոր մասնակիցներին ընդհանրապես մարդկանց շատ խանգարում է ու փորձում եմ այնպես անեմ, որ լավ ճիշտ ներկայանամ։ Դատավճիռն է։ Ես ասում եմ, Սուզան ինչ է։ Ես մտածում եմ։ Սուզանը մտածում է։ Ես ասում եմ ձեզ ոչ։ Ինչ պատճառներով։ Չէ, կարող ես ասել արի Սուզան, դա քո որոշումն է, հիշի որ դու արդեն ասում ժյուրի անդամ ես, կարող ես ասել ինչ որ մտածում։ Да при чем тут это? Ռուսերեն ես խոսում։ Իտալերեն, իսպաներեն ես մարդը։ Ռուսերեն երկում եք։ Չէ, ռուսերեն չէ։ Հայերեն։ Հայերեն երկում եք։ Հայերեն Հայկոյի վերևն է։ Չէ, ընդհանրապես է հարց։ Մրցույթի համար իհարկե ոչ։ Ես ինքս ավարտել եմ թատերական ինստիտուտը ու որպես եթե դերասանի տեսանկյունից եմ նայում, դուք ունեք տվյալներ ավելի քան որպես կատարող, քան որպես վոկալիստ։ Ես էլ եմ ձեզ ասում ոչ։
ինձ համար հայ սուպերստարը երգչի մրցույթ է, հասկանում եք։ Դուք ունեք գեղեցիկ գույներ ձեր մեջ, բայց կարծում եմ ոչ մեր պրոյեկտի համար։ Դուք չանցաք հաջորդ փուլ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եկակ, ես անհամբեր սպասում էի Անձրևին, էնել Անձրևը չեկավ։ Դե ասեք, մի հատ կիսվեք ձեր էմոցիաներով, ինչ զգացիք, համաձայն եք, համաձայն չեք։ Համաձայն եմ, մի քիչ կարա լարվածությունը խանգարի, որովհետև նվագելու ժամանակ մի քիչ լարվեցի, դրա համարս կարող էր չստացվել։ Ես քեզ ասեցի, չէ՞ մի լարվի։ Դե պատասխան տվեք։ Անձրևը չեկավ, Զիրոյանը եկավ։ Ինչի սենց արեցիր։ Այդքան բեմադրեցինք, այդքան արեցինք։ Ինչի։ Լարվածություններ։ Բայց ես քեզ ասեցի, չէ՞ մի հատ փորձ արա, որպեսզի լարվածությունը դուրս գա։ Հացակ տղա ես։ Դե լավ, էլի կգաք։ Ոչ, ես հավես ունեմ, ոչ էլ, ես երևի գնամ։ Գնա։ Դե գնացեք, դուք եք գնացեք, ձեզ հաջողություն։ Տարջան ջան, հա ոչինչ, լավ դե, էլի կգաք։ Մանրակրկիտ ընտրված բաղադրիչների շնորհիվ յուրաքանչյուր համ դառնում է իսկական վայելք, արթնացնելով նոր զգացողություններ ու ապրումներ, օտմարտինապաղպաղակներ, բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են բարձր որակը եւ բնական համերի իսկությունը։ Իմ անունը Ավոյան Մայրամիկ է, ես 20 տարեկան եմ, ծնվել մեծացել եմ Ուկրաինայում, բայց երբ որ սկսել է կռիվը, տեղափոխվել եմ Գերմանիա ու արդեն 3-րդ տարի է Գերմանիայում ենք մնում։ Ուկրաինայում ես զբաղվել եմ էլի երգով, ավարտել եմ քոլեջ, բայց ավարտել եմ օնլայն, որովհետև երբ որ կռիվը սկսավ, երկրորդ կուրսից արդեն չէի կարում լինեի այնտեղ, դրա համար օնլայն եմ ավարտել։ Թողել եմ այնտեղ բոլոր իմ երազանքները, իմ մարդկանց, ով որ ինձ միշտ իմ կողքին են եղել այդ ճանապարհում երգի առումով։ Տեղափոխվել ենք Գերմանիա, կյանքը մի քիչ չէ, շատ փոխվել է, ուրիշ ձևի է, շատ շուտ մեծացա իմ 17 տարեկանի համար, բայց դե էլի փորձում եմ ինձի երգով տանեմ, փորձում եմ երգով շարժվեմ, փորձում եմ անել այն ինչ որ իմ սրտին շատ մոտիկ է։ Այդ սաղ դժվար պահերին, դժվար ժամանակներին ինձ երգն է օգնել, փորձում էի կոնկուրսների մասնակցել, միշտ գնում էի միտինգների, երգում էի, փորձում էի, որ էդի այն ինչ որ իմն է, մնա իմ հետ, այն ինչ որ սիրում եմ, լինի սիրված մինչև իմ կյանքի վերջ։ Դրա համար հիմա ստեղ եմ, ես փորձել եմ ինձ Ուկրաինայի տալանտներում, փորձել եմ ինձ Գերմանիայի տալանտներում, բայց հասկացա, որ ստեղ էլ չեմ փորձել ու շատ թազա էմոցիաներ են, թազա պրոյեկտ է, որովհետև հայեր են, հայ լեզվով, իմ արունով, որովհետև ինչքան էլ այնտեղ մեծացած լինեմ, ինչքան էլ այնտեղ կյանքս դասավորված լինի, Գերմանիայում դասավորված լինի մեկը, քո արունը որտեղից է էլ կանչում է, դրա համար շատ ուրախ եմ այսօր ստեղ լինեմ, շատ ուրախ եմ, որ ինձի մարդիկ լսեն իմ ձենը, լսեն իմ պատմությունը, ամենահետաքրքիրը այս ճանապարհը անցնելն է, շփվել մարդկանց հետ, ով որ քեզի այդքան մոտիկ է, մարդիկ, որը արվեստի հետ են, դա շատ հետաքրքիր է այդ ճամփեն անցնել եւ ամեն ինչը վերապրել։ Guten Tag. Guten Tag. Oh. Wie heißt du? Ich heiße Mariam. Ich freue freue mich, hier sein. Որ քաղաքից եք։ Ես եկել եմ Մյունխեն քաղաքից, Գերմանիա, ծնվել մեծացել եմ Ուկրաինայում, բայց արունս հայ։ Դուք նույն տեղն եք, հա, ծնվել։ Ես էլ եմ Ուկրաինայում որտեղ։ Հիմա Մյունխենում ապրում եք, ֆուտբոլ գնում եք։ Չէ, ֆուտբոլի, к сожалению, չեմ եթում։ К сожалению, ֆուտբոլի չեք եթում, հասկացա։ Так, բոլորը գերմաներեն խոսեցին, ես չխոսեմ, որտեղ միանգամից ազգը կհասկանա ինչ ֆիլմեր եմ դիտել երիտասարդ ժամանակ։ Գերմաներեն լեզվով, որը որ կարար ուրիշ լեզվով լիներ նաև։ Ինչ եք երգելու։ Պատրաստել եմ երգեր, Ադաժիոն, Լարա Ֆաբյանի, մեկ էլ Լա Բոհեմեն։ Այնտեղ եք ապրում, եկել եք հատուկ մրցույթի համար։ Հա։ Ինձ շատ Սովորում եք, աշխատում եք։
Գերմանիայում չի լինի չաշխատել։ Աշխատում եմ Մյունխենի այրոպորտի չեկինին։ Ծանոթ ունենաք, Մյունխենի այրոպորտում ծանոթ ունեցանք։ Համարը գրեք։ Պեկում ունենք ծանոթ։ Մյունխենի այրոպորտում ունենք իրավաբան։ Բա ինչպես են ձեզ բաց թողել աշխատանքից։ Իմ շեֆը շատ հասկացող մարդ է։ Իրան գիտեն, որ ես երգող եմ։ Դրա համար էլ Երգելով չեկին եք անում։ Չեկին։ Ադաջոն երգեք։ Ադաջոն սկսենք։ Մարիամ, շնորհակալություն։ Հայերեն ինչ-որ մի հատված երգից կարող եք երգել։ Կարող եմ երգել։ Կարճ, շատ։ Պատրաստել էի Զեփյուրի նմանը։ Երգի Զեփյուրի նման։ Զեփյուր կդառնամ մեղմիկան նման սարիրից քիչնեմ նստեմ քո դռան սիրուցդ վարված ասպետի նման դուրս
Ապրես Մարիամ։ Շատ վատ է, որ մենք ձեր մասին նոր ենք իմանում փաստորեն։ Այո։ Բայց ինչպես ասել էր Շիլերը, լավ է ուշ, քան երբեք։ Ես ասում եմ այո։ Մերսի շատ։ Մարիամ ջան, այնքան լավն է ձեր գույները ու ձեր ամեն ինչը։ Լիաթոք ասում եմ այո։ Շատ է ջիլի, մերսի շատ։ Արևային աղջիկ ես, արև ես, ներսից լույս ես ճառագայթում, միանշանակ այո։ Ապրես, որ եկել ես։ Չեկա օթարա այնտեղ, արի այստեղ։ Շատ մերսի։ Չեկա օթարա այրոպորտում արի։ Զանգի փոխեն։ Բայց մեզ չմոռան ասել։ Սպասում եք, չէ ինքը չի գնում, ինքը մնում է, ասում է չմոռան։ Հետո, երբ որ արդեն հաջողություն։ Ապրես շատ։ Բարև ձեզ։ Դե մի հատ ասեք, ինչ զգացիք, ոնց արեցիք։ Ամենաառաջինը, էդի այն ինչ որ զգում ես դու, երբ որ գնում ես բեմ, ու երկրորդը այն ինչ որ քեզի տալիս են ժուրիները, այն կարտիկը որ իրանք տալիս են, դա շատ կարևոր է, շատ հուզիչ է, շատ սենց մարդը ուզում է թռվրա ուղակի իր էմոցիաներից ներսի։ Ես շատ զգացված եմ, շատ էմոցիոնալ ֆուլ եմ, չգիտեմ։ Գնացեք պատրաստվելու։ Տեսախցիկը մասնակիցներին խանգարում է միայն սկզբում։ Հետո նրանք տարվում են իրենց երգերով եւ նոր ընկերներով։ Իսկ սպասասրահի թեժ եւ լարված մթնոլորտը հանգստացնում են Օտմարտինայի սառը պաղպաղակները։ Բարև ձեզ, ես Էդն եմ, 20 տարեկան, սովորում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում, երկրորդ տարին է արդեն, սովորում եմ բիզնես կառավարում բաժնում։ Հոբիներից շատ հոբիներ ունեմ, իրականում շատ սիրում եմ նվագել, հիմա դաշնամուր եմ գնում, բայց սկսնակ դաշնակահար եմ դեռ, տենց չեմ ասի, ինչ-որ մեծ բարձունքներ եմ հասել։ Շատ սիրում եմ կենդանիներին, ես նաև վլոգեր եմ, բայց վլոգը սկսել եմ վարել ավելի շատ երգին ուղղված կոնտենտով, սկսեցի քավերներ տեղադրել, բայց քանի որ մարդիկ դեռ այդքան էլ լավ չեն ճանաչում, կարելի ասել բացարձակ չեն ճանաչում ես անհատին, իրանք հետաքրքրվածություն ցույց չեն տալիս բացարձակ, ու որոշեցի ոնց որ խառնեմ մի քիչ կոնտենտը ու որոշեցի կենդանիներից հետ նկարեմ, որոնք իմ 3 շներն էին, ավելի շուտ սկզբից 2-ն էին, հետո դարձան 3-ը։ Ու ավելի սենց սկսեց մարդկանց հետաքրքրվածություն ցույց տալ այդ վիդեոները, բայց ժամանակի ընթացքում ոնց որ պետք չի մի բան բռնել ու անընդհատ գնալ, որոշեցի ավելի սենց զանազան դարձնեմ, ավելացավ համալսարանը, ավելացան տարբեր վլոգներ ու դարձավ մի ասենց խառը մեծ բլոգ, որը ամեն ինչ իր մեջ ներառում է, թե կրթական, թե ժամանցային, թե հումորային, տարբեր։ Առաջի անգամ որ որոշեցի վիդեո տեղադրեմ, ոնց որ շատ սովորական էր, որ ասեի, օքեյ, լողացնում եմ շներից, մի քիչ ոնց որ մարդիկ տեսնում են, էլի շատ պրիմիտիվի կողմեր գնում, ու որոշեցի ասեմ երեխեքիս, հետո երեխեքը վերածվեցին կատուների, ու ես չէի սպասում, որ տենց արձագանք կլինի, որտեվ հարյուրավոր մարդիկ համ ինձ անձնական նամակ էին գրում, համ կոմենտների բաժնում, ու ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին սովորել ու մի անգամ նենց շատ ծիծաղալու մեկնաբանություն կարդացի, որ ինչ որ էլի տենց հակասող բանի մասին էր խոսքը գնում, ու մարդիկ ասեցին, այստեղ են մեզ կարասավ սաղից համոզի, որ այդ մեծ շները կատուներ են, հիմա ինչի մասին եք խոսում։ Ու տենց իրանք մնացին կատուներ ու դարձավ ինքը տարբերվող ինչ որ սենց ասած ֆիշկա դարձավ։ Մաքսի իմ առաջի կատունը, արի քայլի, արի։ Ինքը արդեն մոտ 6-7 տարեկան է, բայց ինքը միակը չի, իրանից հետո էլի ունեցա, արդեն 3-ն են։ Բոլորը ունեն շուն, բայց ինձ որ տեսնում են, դուք են տղեն եք չէ որ կատուներ ունի 3 հատ։ Ես եմ։ Ամենամեծ հմտությունը, որը սուպերստարը ինձ տալու է, այդ փորձն է, որովհետև ոնց նշեցի, երաժշտական կրթություն չունեմ, ինչը արդեն փորձի մեծ պակաս է, կարելի ասել բացարձակ փորձ չկա, ու ամենաառաջինը այդ փորձն է ինձ տալու։ Միայն դա կարամ ասեմ հիմա, չեմ ուզում սենց մեծ բաներ ասեմ, որովհետև ժամանակի ընթացքում ամեն ինչը աշխատանքից է կախված ու ոչ միայն ինձնից հետ ամեն ինչը կախված, այդ իսկ պատճառով միայն հիմա կասեմ, որ փորձի սենց մեծ ալիք կստանամ։ Բարև ձեզ, կներկայանաք։ Ես Էդն եմ, 20 տարեկան։ Ով? Էդը։ Էդը։ Էդը 2 տառ։
20 տարեկան սովորում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Երաժշտական կրթությունից երաժշտական կրթություն որպես այդպեսին չունեմ։ Թերևս այսքան է։ Ինչ մասնագիտություն եք սովորում։ Ներկայիս դրությամբ ամբողջական բիզնես եմ սովորում, բայց հետագայում պլանավորում եմ դառնալ մարքետոլոգ։ Արդեն ճիշտ մտակ, արդեն ճիշտ մարքեթինգով գիտեք ինչ ասեք առաջինը, որտեղ եք սովորում։ Ինչ եք պատրաստ, ինչ եք սիրում առհասարակ։ Առհասարակ շատ բան եմ սիրում։ Ամենաառաջինը դե կասեմ երգել է, ինձ թվում է գաղտնիք չի լինի տենց։ Երկրորդը գիրք կարդալ եմ սիրում, ուղղակի մի փոքր ժամանակը չի ներում, ու երրորդը ահավոր շատ սիրում եմ կենդանիներին, ես ունեմ 3 հատ գերմանական հովաշուն, ու տենց իրանց Ինչաշուն? Գերմանական հովաշուն։ Նույնիսկ հավճար։ Մեզ համար, եթե 3 ոչ լինի, պատկացնեք շները այստեղ են։ Հա, էլի հովիշուն։ Այո։ 3 հատ։ Այո։ Նախատեսված է 3 ժուրիների։ Իսկ ձեր տունը մեծ է։ Նայ գորին ուրիշ բան է։ Real estate գնաց գորել։ Ես ավելի շատ, այսինքն այո կամ ոչ ասել, շները այստեղ են, ձեր հետ են։ Ցավոք ոչ ասել։ Հանգիստ կարող ենք ոչ ասել։ Տալարամ, պամ, 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 տալարամ, դեր սկսենք։ Ստախոս էին աստղերը, որ ասում են թե անպարտ է, սերը այն հոգու, որ լույս է փնտրում, Քամի, այդ ուր ես տարել, տակ իմ հուշերը, Քամի, դու տուր ինձ սևեր, որ հետևեմ քեզ քամի, այդ ուր ես տարել, խուլու համրեն քամիները, երբ հոգու խորքում անդունդ է, իմ ընկերը մենություն է դառնում։ Էդ շատ զգացմունքային ես, շատ անկեղծ ես, դա զգացվում է, այո, կարող ես այսպես, բաց, վերջ, արդեն Սյուզին հուզվել է։ Լավ, խոսա։ Ես իրականում, եթե կարելի է մի բան, ես շատ սիրում եմ ընդհանրապես կենդանասեր մարդկանց։ Կատարումը թողած կենդանիներից։ Սկսեմ այդտեղից։ Կարող մարդը գա ասի ես գետաձ եմ պահում, այո, դուք անցել եք։ Անձուղ, դուք էլ եք անցել։ Ես տեսնում եմ քո 16 տարեկանի հուզմունքը, սենց արդյունքները վերջապես վեֆիր է։ Չէ, ես մի հարց ունեմ Էդին, դուք սիրահարված եք։ Ցավոք ոչ, սիրտս ամբողջությամբ զբաղված է։ Ոչ ասում եմ։ Ինձ մոտ տպավորություն էր, որ դուք սիրահարված եք ու այդ լիցքերով էիք կատարում ես ամբողջ երգը։ Ես այդպիսի զգացում ունեցա։ Պարտադիր չի սիրահարված լինել, որ զգացմունքով երգել։ Ես իմ ամբողջ կյանքում չսիրահարված երգել եմ։ Հարցը դա չէ, այսինքն ինչքան ճիշտ էր ինձ համար համենայն դեպս ամեն ինչ, որ ես անգամ այդ տեսակ իրավիճակի հավատացի ձեր կատարումից։ Դե ես ռոմանտիկ մարդ եմ։ Կենթանասեր ռոմանտիկ։ Սյուզ, ես մտածում եմ, հեսա կհուզվես կլացես։ Չէ, ինձ համար էս կատարումը լաց լինելու կատարում չէր, եթե հուզմունք տեսա։ Չէ, հուզմունք տեղ-տեղ գալիս գնում էր, դուք ունեիք այնտեղ ոչ մաքուր նոտաներ, սկզբում։ Լյան, ինձ էլ խանգարեց, լյան։ Չէ, կատարումը որպես այդպեսին մաքուր չէ, զգացողությունն է շատ։ Վճիրդ խնդրում եմ։ Եթե համաձայն եք, կարամ անգլերեն էլ փոխել։ Չէ, այդ չէ։ Շատ լավ։ Այդ ես կարծում եմ, որ այն ինչ որ եղավ, եւ
բավարար է այսքանը, կարևորը դու ստեղծեցիր այդ քամու աուրան բեմում, ճիշտ է, այս երգը Եվրատեսիլում չանցավ անգամ եզրափակիչ, մեր շատ տաղանդավոր կատարողի կատարմամբ, բայց ես տեսնում եմ քո մեջ արդեն հայ սուպերստարի փայլիկները։ Եվ ասում եմ այո։ Շնորհակալ եմ շատ։ Ցավում եմ, որ շունիկներին տիրություն անող չի լինելու։ Կբերեն, մենք տիրություն կանենք երեքս այստեղ։ Շնորհակալ եմ շատ։ Այդ դուք շատ գեղեցիկ եք նայվում բեմում։ Ու շատ գեղեցիկ։ Անդր կարող ենք գնալ։ Մի րոպե։ Չէ, այդ փոքր է շատ։ Այն չանի։ Ծերը տարիք չի ասում։ Ոչ։ Դե ես այդ իմաստացի։ Այդ ջան, շատ գեղեցիկ եք նայվում բեմում, շատ ազնիվ եք, շատ անկեղծ եք, բայց աշխատեք ձեր վոկալի վրա, ես ձեզ շատ խնդրում եմ։ Հա, անպայման։ Վճիրը։ Ես ձեզ ասում եմ այո։ Շնորհակալ եմ շատ։ Դուք անցել եք հաջորդ փուլ։ Շատ լավ ենք։ Շնորհավոր։ Հաջողություն։ Եթե որոշել եք ճանապարհորդել ողջ աշխարհով մեկ, հավաքել անմոռացի շողություններ, ապա ձեզ կօգնի SVH Travel ընկերությունը։ SVH Travel-ն առաջարկում է միջազգային թռիչքներ, եվրոպական հանգստի փաթեթներ, աշխարհի բոլոր հյուրանոցների ամրագրում, ժամանցային միջոցառումներ խոշոր զբոսաշրջային նավերի վրա։ SVH Travel, երբ ճամփորդություն համախմբում է ընտանիքը եւ ընկերներին։ Ցանկացած արտիստ բեմ դուրս գալուց առաջ պետք է մտածի հարմարավետ եւ գեղեցիկ հագուստի մասին։ Շնորհակալություն հայտնենք Դամատ Թվին բրենդին այս նորաձև եւ հարմարավետ հագուստը տրամադրելու համար։ Եթե ուզում եք ընդգծել անհատականությունը, այցելեք Դամատ Թվին, Դալմա Garden Mall առաջին հարկ, Երևան Mall առաջին հարկ։ Ողջույն, բարի գալուս Superstar 6, ինչպես ես։ Լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Կպատմես ինչն է քեզ բերել այս մրցույթ, ինչի համար ես եկել։ Դե նպատակս այն է, որ հաղթեմ։ Առաջինը հաղթելու նպատակը, երկրորդ եւ թողնել շատ լավ տպավորություն։ Շատ լավ, ուրեմն ես քեզ հաջողություն եմ մաղթում։ Թող ձայնդ լավ հնչի եւ դու էլ հասնես քո նպատակին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Լևոն Սարգսյանն եմ, 20 տարեկան, Արցախից, ավարտել եմ Սայեդ Նովայի անվան երաժշտական քոլեջը Արցախում։ Սիրում եմ զբաղվել երգով, մասնագիտությունով իմ։ Նախասիրությունս պարելն է։ Սիրում եմ պարել, բայց մենակ։ Իսկ ես ցանկանում եմ հաղթել տվյալ պրոյեկտում, ամենայն դեպս մասնակցում եմ այդ մտադրությամբ։ Ինչ եք սիրում երգել, լսել։ Սիրում եմ լսել հիփ-հոփ ժանրում, երգում եմ էստրադային։ Ինչ եք երգելու այսօր։ Ինչ եք, բայց սիրում եք հիփ-հոփը, ինչ եք երգում էստրադա։ Դե Սայեդ Նովայի անվան քոլեջում սովորողը հիփ-հոփ ոնց երգի։ Հաճելի երգելուց իմ ձայնի հետ։ Իսկ Jesus Christ Superstar-ից ինչ որ բան երգում եք։ Լավ։ Ֆակտորան դա։ Կարող եք, ինչ եք երգելու։ It's Sheeran-ի Perfect։ Շատ լավ։ I found the love for me. Darling, just dive right in and follow my lead. Well, I found a girl, beautiful and sweet. Oh, I never knew you were there so much waiting for me. 'Cause we were just kids when we fell in love, not knowing what it was. I will not give your up this time, but darling, just kiss me slow. Your heart is all I own, and in your eyes you're holding mine. Baby, I'm dancing in the dark, bury you between my arms, barefoot on the grass, listening to my favorite song. When you say to look at me, I whisper underneath my breath, heart, you are, darling, you look perfect tonight.
Շնորհակալություն Լևոն ջան, իսկ հայերեն ինչ-որ երգ կարող եք, ինչ-որ մի հատված կատարել, հա? Ալագյազը, այո։ Ոնց որ արտասահմանյան որևէ դերասան լինի։ Անսպասելի է նրանից լսել Ալագյազ։ Ալագյազ բարձր սարին, ջունեք իտել կատարի, սարի ճամփեք բաց ելեք, երթամ հասնեմ իմ յարի։ Ալագյազ բարձր սարին, ջունեք իտել կատարի, սարի ճամփեք բաց ելեք, երթամ հասնեմ իմ յարին։ Ախ իմ ճամփեն քարոտա, սիրտը սերված յարոտա, Ղարիբի օրնլնի սև, ազիզ յարին կարոտա։ Ախ իմ ճամփեն քարոտա, սիրտը սերված յարոտա, Ղարիբի օրնլնի սև, ազիզ յարին կարոտա։ Շնորհակալություն Լևոն։ Ավելացնելու շատ բան չկա, շատ գեղեցիկ ես երգում, շատ նուրբ ես զգում, շատ հետաքրքիր ես բեմում, կերպարդ է շատ հետաքրքիր։ Ես կասեմ այո, մի անգամից շատ չեմ ձգի։ Լևոն ջան, ձեզանից այնպիսի մի հանգստություն ու խաղաղություն է գալիս։ Նախ շատ հետաքրքիր ֆակտուրա ունեք ու ինքը շատ համահունչ է ձեր կատարման հետ, այն ամեն ինչը, ինչը որ էլ հանգստությունը ու խաղաղությունը, որը դուք փռում եք բեմում։ Ես էլ երևի շատ չեմ երկարեցնի, ինձ համար էլ դուք այո եք։ Բայց դուք անցնում եք հաջորդ փուլ, բայց ես ձեզ խորհուրդ եմ տալի այսօր անպայման գնաք եւ Andrew Lloyd Webber-ի Jesus Christ Superstar-ը լսեք։ Հետո կհասկանաք։ Շատ է նմանացնում դերակատարին։ Դուք անցնում եք հաջորդ փուլ, ես էլ եմ ձեզ ասում այո։ Շնորհավորություն։ Շատ նման է, չէ՞, սենց բանով, կերպարով, պետք է մազերը մի քիչ երկար, լրիվ Քրիստոսի դեմքը ուներ։ Այն բանը դե կտար կհա։ Անցակ հաջորդ փուլ սպասում էիք, թե ոչ։ Այդքան էլ, չէ, բայց գիտեի, որ լավ կկատարեմ։ Իսկ գոհ եք ձեր ելույթից ընդհանուր։ Իսկ ժյուրիից գոհ եք։ Շատ։ Ձեզ մաղթում եմ հաջողություն, կհանդիպենք հաջորդ փուլում։ Ձեզ նույնպես։ Ես էլ եմ գոհ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք նախագծի գլխավոր հովանավորին, Օդ Մարցինա ընկերությանը, որը մեզ եւ մասնակիցներին ապահովելու է անուշահամ 3-1-ում սրճային ըմպելիքներով, պրեմիում դասի արևելյան սուրճերի տեսականիով, ինչպես նաեւ Օդ Մարցինա բազմահամ պաղպաղակներով։ Շնորհակալ ենք նաև SVH Travel ընկերությանը, որը նախագծի հաղթողին տրամադրելու է գլխավոր մրցանակը՝ անմոռանալի ճամփորդական ուղեգիր, իսկ թե որ ուղղությամբ կիմանանք շատ շուտով։ Ես Տիգրան Նամջամալյան, 19 տարեկան, քաղաք Երևան, զբաղվում եմ երաժշտությամբ, երգում եմ արդեն շատ վաղուց, ինչքան ինձ հիշում եմ, ես երգում եմ։ Մեր հաջորդ մասնակցի ետևում կանգնած է մի հետաքրքիր սիրո պատմություն։ Հիմա մենք կպարզենք դա, հաջորդ մեր մասնակիցը Տիգրանն է։ Ողջույն Տիգրան։ Ոնց որ թե ինքնակամ չես գրանցվել, հա, ինչքան գիտեմ։ Որոշումը ամենևին իմը չէր, բայց ինքնակամ եմ գրանցվել, կարելի ասել։ Մասնակցության հայտը ինձ ուղարկում անկերուց, իսկ ես սպասում էի նենց հարթակ, որտեղ կարամ ինքնադրսևորվեմ եւ ցույց տամ ինչ եմ կարող։ Ընկերու համար երևի շատ ես երգում, նա էլ ուզեցել է որ բոլորի համար երգես, հա։ Կան երգեր, որոնք իրան մասին են ու նույնիսկ եթե երգի բովանդակությունը ի սկզբանե իր մասին չի, բայց կան ենթատողեր, որոնք նվիրվում են հենց իրան։ Ինչ ես երգել ընկերուհուդ համար վերջերս։ I just called to say I love you. No summer side, no warm July, no harvest moon to light, one things are all just night. No autumn breeze, no falling leaves, for birds to fly to honest outer skies.
no Libra sun, no Halloween, no giving thanks to the Christmas joy you bring. But what it is are all so new. No, every time from birds to fly to utter skies. Հասկացանք չէ այդ աղջիկը այդքան հեռու գնաց։ Ուրիշ, բայց դու չես գալիս։ I just go, բայց դու չես գալիս։ Բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտը սիրելիս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անանցած սպասում, երեկոն նստած, քո ճամփին եմ ես նայում, ախ սիրելիս, Շնորհակալություն։ կարող եմ այլոց կընտրոլնել։ Չէ, մենահամերգ չի։ Հույս ունեի, որ գոնե բայց դու չես գալիսով ինչ-որ մի բան սենց հետաքրքիր կլինի, բայց այդ գեղեցիկ երգը այդպես չեն երգում։ Ես չհավանեցի քո կատարումը։ Տիգրան ջան, երբ որ դուք երգում եք ֆորտեններ, ես չգիտեմ ուղղակի ինչ էր իմ հետ կատարում, որովհետև կամ տոնայնությունները ձերը չէին, կամ ուղղակի ձեր ֆորտեները դեռ հասուն չեն, դեռ դուք չեք գտել ձեզ ֆորտեների մեջ, ու ես հասկանում եմ Անդրեին, թե իր համար ինչու լավ չէր, ինչու ինքը չհավանեց, որովհետև ես էլ ինքս նույն կարծիքին եմ, ես էլ ուզում էի փնտրել, գտնել, ինչ-որ մի բան երանք վերցնել, որ ձեզ շանս տայի, բայց դուք պատրաստ չեք մրցույթին։ Բայց դուք չես գալիս։ Տիգրան ջան, որտե է աղջիկը։ Սիբիր, որ քաղաքում։ Նովոսիբիրսկ, Ստագություն։ Որ Տոմսկում ելներ։ Վճռներ ասել եք դուք արդեն։ Չէ։ Չէ։ Ես ասում եմ այո։ Շատ բարի, մերսի։ Որովհետև ես տեսա եռանդ, ես տեսա ինչ որ աշխուժություն եւ տեսա, որ այս մարդու մեջ Ոչմ լույս տեսա թունելի վերջում, այսպես ասեմ։ Ես ձեզ ասում եմ ոչ։ Շատ բարի, մերսի։ Ինչ նախանձն եք Սյուզի։ Ինչի ումորում։ Ասեիք այո, լավ։ Չէ, Տիգրան ջան, այսօր իրոք քո օրը չի։ Մինչև վերջ մնացիր, հոգնեցիր, բոլորին լսեցիր, բայց քեզ ոչ մեկ չլսեց։ Ես կարծում եմ հաջորդ անգամ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Այո։ Այո։ Շնորհակալություն։ Այո։ Դուք անցաք հաջորդ փուլ։ Հաջորդ փուլ։ Հեռախոսում մոտ գալիս։ Արի զանգենք ընկերու դարձ։ Այ։ Զանգում ես, ասես որ սիրում ես։ Եկեք հասկանում, որ հիմա +3 համ դեռ։ Ոչինչ, մենք ամեն ինչ հասկանում ենք, առ ջուր խմի մի։ Հա, այնտեղ շատ ուշ է։ Վերցրու։ Բարև ձեզ։ Միկրոֆոն։ Ձեր անունը Մարինե։ Ուրեմն Մարինե ջան, Տիգրանը շատ վատ է երգել, հուզվեց, ահավոր, բայց քանի որ մենք հասկանում ենք, որ դուք այդքան իրեն սիրում եք, հիմա եթե դուք ինչ որ բան երգեք, կարողանաք փրկել Տիգրանին։ Ինչ որ, հա, երկու տող գոնե։ Դե ինչ մի բան, ես սիրում եմ քեզ կամ ինչ որ մի հատ երգ։ Երկու տող, սիրո մասին Տիգրանի համար։ Եթե երգեք, նա կանցնի հաջորդ փուլ։ Եթե չերգեք, ուրեմն ուղի ախ։ Բայց ես ձայն չունեմ։ Ես էլ չունեմ։ Ես դες կօգնեմ։ Ինչ Որ լեզով եք ուզում երգել։ Հայերեն, դե երգեք։ Սիրո մասին երկու տող։ Միկրոֆոնին մոտ տար։ Ես մի հատ երգեր երգել Տիգրան Տիկոն, կարամ այդ երգել։ Տիգրան Տիկոն, давайте, որը։ Տիգրան Տիկոն։ Իմ Մարին սիրուն Մարին, արևն ես աշխարհի։ Տիգրան անցավ հաջորդ փուլ։ Տիգրանը պիտի ասի, որ սիրում է իրեն։ Ես քեզ սիրում եմ։ Ով ինչ ռոմանտիկ։ Ինչ ռոմանտիկ է Սյուզի, դու ասել ես, ես քեզ Սյուզին ասել էր չէ։ Սյուզին ասել էր չէ։ Սյուզին չեմ սիրում։ Վայ։ Վայ։ Չէ, Սյուզին բոլորի լավ չեմ։
Համար թոյի տաղ չկան, ասի չի։ Ով էր այդ երրորդ, որ ասել է որ շահերի մեջ։ Դուք ասել եք հաջորդ փուլ։ Շատ լավ որ Տիգրան։ Բարոց։ Թույն խոսքերն ավելորդ են, այս սոր 11-ի սենց բան չէր եղել ոչ մեկի մոտ։ Մի հայտ ելույթով քանի բան շահեցի։ Վերջի ելույթը Համանցակ հաջորդ փուլ, համ սիրտը շահեցիք, լիքը բան շահեցիք։ Սիրտը շահել է արդեն։ Սիրտը խնդիրը չէ, խնդիրը փուլն է։ Իսկ ընդհանուր լավ անցավ գոհեք։ Իդեալական դե իմ համար իմ խնդիրները կային, բայց լավ անցավ։ Զանգումա, լավ, դե գնացեք, խոսացեք, կհանդիպենք հաջորդ փուլում։ Հաջողություն։ Սիրո էլի դե։ Լսումների փուլը դեռ չի ավարտվել, բազմաթիվ մասնակիցներ սպասում են իրենց ելույթներին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, որպեսզի բացահայտենք նոր տաղանդներին։ Հայ Սուպերստար 6 նախագիծներ Շանթի եթերում։ Լսումների փուլի հաղորդումները կարող եք կրկին դիտել Շանթի պաշտոնական կայքում Հայ Սուպերստար 6 նախագծի տեսադարան էջում, կամ կարող եք ներբեռնել Շանթ Digital TV հավելվածը եւ դիտել ձեր սիրելի հաղորդումները ցանկացած վայրում, ցանկացած ժամին։